Սիրելի Աստծո որդի, դուստր, լույսի որդի, խաղաղության որդի, ընտրված, լսիր, ով ինչ ուզում խոսա, ով ինչ ուզում քարոզա, լսիր ողջամիտ վարդապետություններ քարոզողներին, որոնք քեզ կառաջնորդեն դեպի երկինք, դեպի Քրիստոս, դեպի ճշմարտություն, ճշմարտությունը, որը Քրիստոսն է, դեպի Քրիստոսի ավետարան, ճշմարիտ ավետարան, ոչ թե կեղծ ավետարան։ Զգուշացեք սուտ մոլորեցնող Քրիստոսից եւ սուտ մարգներից, որոնք մոլորեցնում են, եթե հնարավոր լինի ընտրվածներին կմոլորեցնեն, վերջի ժամանակները մոտ է, մոլորեցնում են ճշմարիտ ավետարանից եւ Քրիստոսից, Քրիստոսի անունը տալով, Քրիստոսից մոլորեցնում են եւ ճշմարիտ ավետարանից եւ կապում են իրանց հետ, իրանց ոգու հետ, որը դիվային ոգին է, որի վրայով պետք է քայլել, որը օձերի ու կայժների ոգին է, որ խայթելով մարդուն հեռացնում են, սուտ կեղծ սեր ցույց տալով մարդուն հեռացնում են, բայց տանում են խայթելու։ Հովհաննես առաքյալ հայտնություն գիրք, առաջի խոսք, առաջի գլուխ, երրորդ խոսք, ասում է երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը, լսողը եւ սրանց գրվածները պահողները, որտեղ ժամանակը մոտ է։ Դու երանելի ես, երբ որ կարդում ես, երբ որ լսում ես, քո կարդացածը լսում ես, շատ կարևոր է, ուրիշի կարդացածն էլ կարաս լսած, եւ սրանց գրվածներում պահողը։ Ոչ թե ուղղակի կարդաս, լսած, այլ պահես, պահելը նշանակում է ոչ թե ուղղակի սրտումդ ունենաս, ինչ որ տեղեր իմանաս, կարդաս, լսած, պահես, այլ ապրես, պահելը նշանակում է ապրել, խոսքը ապրել, դու երանելի ես, որտեղ ժամանակը մոտ է, եւ վերջի 22-րդ գլխում ասում է 14 խոսքը, ասում երանելի են նրա պատվիրանները պահողները, որ նրանց կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա եւ քաղաքի դռնով ներս կմտնեն, բայց դուրս են շները, կախարդները, պոռնիները, սպանողները, կռապաշտները, ամեն ստության սիրող գործ անողները,